Ես Տաթևիկ Հարությունյանն եմ, կրկնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Այսօր հրավիրել ենք Դիլիջանի տարածաշրջանի տնօրենների, ուսուցիչների եւ աշակերտների։ Ինչպես գիտենք, արդեն 2 տարի է Տավուշի մարզում հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի բնագիտություն 9 քննությունը ընթանում է նաև քննական նախագծային աշխատանքների իրականացումով։ Այսօր խոսելու ենք այս տարի իրականացած ուսումնական նախագծերի մասին եւ խոսելու ենք ինչով է տարբերվում անցած տարվա նախագծային աշխատանքներից։ Կխնդրեմ ներկայանաք եւ ներկայացնեք ինչ նախագծային աշխատանք եք իրականացրել եւ ինչով է տարբերվում։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Ավետիսյան։ Սիրելիներս, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Պատվով անցկացրեցինք մենք այս տարվա քննությունները եւս 9-րդ դասարանի, այսօր մենք մի փոքր ամփոփման ձևով իրար հետ պետք է զրուցենք։ Խնդրեմ առաջինը տարածաշրջանի մարզպետարանի պատասխանատու Տիկին Հասմիկ Խաչատուրյանին տանք խոսքը, նա կներկայացնի Դիլիջանի տարածաշրջանում ինչպիսի նախագծեր են իրականացվել եւ կշարունակենք աշխատանքը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրեմն Դիլիջանում նախագծային քննական աշխատանք են իրականացրել 6 դպրոց, նախագիծների ընդհանուր թիվը 18-ն է, բավականաչափ հետաքրքիր թեմաներ են ընտրել, ուղղակի մեկ նկատառում ուզում եմ անել, ցանկալի է, որ անընդհատ նույն թեմաները չկրկնեն, չընտրեն, որովհետև հանձնաժողովի անդամները երբ գնում են դպրոցներ, նույն թեմաների կրկնությունն է ստացվում, կարելի է թեկուզ տարածաշրջանի դպրոցները նաև միմյանց հետ քննարկեն, որ դպրոցը ինչ թեմա է ընտրում, որպեսզի նաև քննական հանձնաժողովի եւ մյուս ներկաների համար էլ լինի առավել հետաքրքիր, նոր թեմաներ լսեն, եւ արդյունքում ստանան եւ աշակերտները եւ ինչու՞ չէ նաեւ հանձնաժողովի անդամները նաեւ իրենք էլ են սովորում ինչ-որ բան աշակերտներից, հետաքրքիր լինի բուն նախագծային աշխատանքի ներկայացման process-ը։ Այս մեկ նկատառումը ես արդեն իսկ նշել եմ, որ ցանկալի կլինի, որ հաջորդ տարվա համար թեմաները կզնակի կայքում հրապարակվելիս անպայման ուշադրություն դարձնենք, որ թեմաները մի քիչ տարբերվող լինեն, որ անընդհատ չկրկնվեն թեմաները, իհարկե կարելի է կրկնել մի քանի տարվա պարբերականությամբ, բայց այս տարվա թեմաները ցանկալի է, որ մյուս տարի չլինեն եւ աշակերտների համար եւ ուսուցիչների համար նաեւ հետաքրքիր կլինի նոր թեմաների հետ առնչվելը եւ նոր գիտելիքներ, հմտություններ սովորելը եւ տիրապետելը։ Ասեմ նաև, որ Դիլիջանի կենտրոնական դպրոցն է նաև մասնակցել նախագծային քննական աշխատանքներին, իհարկե նրանց մոտ մինչև նոր ՀՊՉ-ի ներդրումը դեռ մեր հանրակրթական դպրոցներում, Դիլիջանի կենտրոնական դպրոցում վաղուց նախագծային աշխատանքներ են իրականացվել եւ նրանց համար բնականաբար սա նորություն չէր, ուղղակի արդեն որպես քննական նախագիծ էր նորություն։ Ասեմ, որ Դիլիջանի կենտրոնական դպրոցը արդեն բոլորս գիտենք, որ ԱՅՊ հիմնադրամի այդ համակարգի դպրոցն է եւ նրանց մոտ ուսուցման process-ը մի քիչ ավելի տարբերվում է պետական հանրակրթական ուսումնական դպրոցների ուսուցման process-ից։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը ստացվում է նաեւ ոչ պետական դպրոցների հետ եւ արդյունքում աշակերտները ձեռք են բերում հիմնավոր գիտելիքներ, աշակերտները կարողանում են ստեղծել յուրատիպ արդյունք, պրոդուկտ իրենց աշխատանքի, աշակերտների մոտ զարգանում է տրամաբանական մտածողությունը եւ համախմբված թիմային աշխատանքի այդ մոտեցումը, որը որ շատ ողջունելի է։ Շատ շնորհակալություն Տիկին Խաչատուրյան, բավականից բովանդակալից ներկայացրեցիք աշխատանքը, ես խոսքը ուզում եմ փոխանցել Տիկին Լիլիա Ալոյանին եւ խնդրել, որ մի փոքր ներկայացնի իրենց կատարած աշխատանքների մասին։ Նորից բարև ձեզ, կներեք, ինձ չեք տեսնում, բայց մեր սիրով կներկայացնեմ մեր դպրոցի աշխատանքները։ Նախ ասեմ, որ անցած տարի ունեցել այդպիսի նախագծային աշխատանք, որը
Իհարկե նորություն չէր, իսկապես Տիկին Խաչատրյանի ասելով, ինքը աշխատանքը շատ հետաքրքիր է, երեխաները ձեռք են բերում հմտություններ, նրանք ուսումնասիրություն են կատարում ինքնուրույն, այցելություններ են ունեցել կենտրոն, եւ կարևորը որ 4 առարկաներից էլ ընտրություն է եղել եւ համագործակցային աշխատանք է եղել։ Ամեն մի թեման ընտրելու ժամանակ մենք նաեւ ուսուցիչներով մեկ մյուսի հետ խորհրդակցել ենք, աշակերտներն էլ դրան մասնակցել են սիրում եւ կարողացել ենք այդ ներգրավված լինել աշխատանքում։ Տիկին Ալոյան, կխնդրեինք ձեր աշակերտներից որևէ մեկը ներկայացնել իր աշխատանքը։ Այս պահին ինձ մոտ աշակերտ չկա, որովհետև ես նոր եմ իմացել, որ պետք է հանդիպել։ Տիկին Իլյա կարելի է, նրան են միացած է մեր դպրոցից։ Ահա։ Միացնել, չնայած ինքը քիմիայի նախագիծ է արել, բայց կարծում եմ տարբերություն չկա։ Քիմիան Խնդրեմ Տիկին Դավիթյան, դուք ներկայացրեք նաև եւ այդ կարելի է ներկայացնել։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ նրան են լավագույնս կներկայացնի, ինչ են արել, ինչու են ընտրել նախագիծ եւ ոչ թե քննություն եւ ինչ հմտություններ են ձեռք բերել այդ ընթացքում։ Նրան է ջան, խնդրեմ։ Ողջույն բոլորին, այս տարի մենք արեցինք նախագծային աշխատանք բոլոր 4 բնագիտական առարկաներից, անձամբ ես մասնակցում էի քիմիա առարկայի նախագծին, թեման թմրանյութերի, ալկոհոլի եւ ծխախոտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այս նախագծային աշխատանքի ուսումնասիրությունը հետաքրքիր է նրանով, որ աշակերտների մոտ զարգացնում է հաղորդակցման հմտությունները, միմյանց հետ աշխատելու հմտությունները եւ թեմայի շուրջ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու ունակությունը եւ մեր նախագծի շրջանակներում մենք ամբողջովին ուսումնասիրել ենք 3 թեմաները, ընդհանուր բացասական ազդեցությունը եւ ընտրեցինք հենց այդ նախագծային աշխատանքը որպես միջոց այդ բացասական ազդեցությունը շրջապատում կանխարգելելու համար, տեղեկացնելու ավելի կրտսեր սերնդի աշակերտներին դրա բացասական ազդեցությունը եւ փորձեցինք մեր ընկերներին տեղեկացնել այդ ամենը, որպեսզի նրանք զերծ մնան հետագայում նման բացասական ազդեցություններից։ Ապրես Նռանե ջան, բավականին հետաքրքիր ներկայացրեցիք։ Խնդրեմ Տիկին Գալստյան, ժամանակին ես ձեր դպրոցում հնարավորություն եմ ունեցել իրականացնելու վերապատրաստման աշխատանքներ, այն ժամանակ դեռ ընդհանրապես ՀՊՉ-ն չկար եւ մենք դեռ նախագծի մասին ոչինչ չգիտեինք, չասեմ ոչինչ չգիտեինք, բայց նախագծային աշխատանքներ դուք անում էիք եւ այդ ժամանակ ես նկատեցի ձեր աշակերտների ողջավորվածությունը նաեւ խնդրեմ նաեւ դուք հիմա ասեք այն նախնական նախագծային աշխատանքների եւ այս քննական նախագծային աշխատանքների տարբերությունը, ասենք, որքանով է, ասենք, նպատակահարմար քննական նախագիծը իրականացնել։ Շնորհակալություն, այո, մենք վաղուց անում ենք, մեր դպրոցում իրականում 5-րդ դասարանից սկսած արդեն լրջորեն երեխաները սկսում են զբաղվել նախագծային աշխատանքներով եւ երբ որ անցյալ տարի հայտարարեցին, որ Տավուշի մարզում կարող ենք ընտրել նախագիծ թե քննություն, իրականում անցյալ տարվա 9-րդ դասարանն էլ միաձայն ոնց որ որոշեցին, որ նախագիծ են անում, որովհետեւ երեխաները այդ տարիների ընթացքում տեսել էին, որ նախագծային աշխատանքով հնարավոր է շատ ավելի հմտություններ ձեռք բերել եւ խորանալ այն թեմայի մեջ, որ իրենց հետաքրքրում է եւ աշխատել միասին եւ ամեն չապրել, հա, որովհետև դա ինչքան էլ ասենք ստրես է երեխաների համար։ Մեզ իրականում կազմակերպական ձևը կզնակի առաջարկած, ինչպես բաժանել խմբերի, ինչ որ չափով կարելի ասել հուշող եղավ, կազմակերպման ձևը լավ էր այնքանով, որ տեսեք, մեզ մոտ պարտադիր է, որ բոլոր երեխաները բոլոր առարկաներից պետք է ունենան նախագիծ։ Դա պատկերացնեք, չէ, ինչ ծավալ է կազմում, իսկ այս դեպքում, երբ որ կարող են բնագիտականներից ընտրել եւ իրենք ոնց որ ամբողջ բնագիտականի համար ինչ որ գնահատանիշ են ստանում, սա հնարավորություն է տալիս աշակերտների ծանրաբեռնվածությունը իջեցնել եւ դրան գումարած այնպես անել, որ այդ ծանրաբեռնվածության պատճառով նախագծերը չլինեն մակերեսային, այսինքն ունենալ ավելի
խորը, ավելի լայն, ավելի հետաքրքիր նախագծեր, միառժամանակ ավելորդ չծանրաբեռնելով աշակերտներին, այդ առումով մեզ համար լավ փորձառություն էր դա, ու անցյալ տարվա եւ այս տարվա համեմատությամբ եթե նայեմ, ես կարծում եմ մեր անցյալ տարվա նախագծերն շատ լավն էին, այս տարվա մեկ ավելի մեծ առավելություն ունեցանք այդ ներկայացնելը, հաճախ մեզ մոտ խնդիր է, կարծում եմ շատերի մոտ, ոչ միայն մեր դպրոցում, խնդիր է, որ մենք անում ենք մի շատ լավ բան, բայց դժվար ենք դա ներկայացնում, ես խոսում եմ երեխաների մասին, հա, այդ ռետորական խոսքը, ինչպես արտահայտվել, ինչպես անել, որ այն ինչ որ դու արել ես շատ ճիշտ հասնի հանդիսատեսին, պայմանական ասեմ, ու քանի որ այսպես ասած քննական նախագծեր ունեն նաև լսումներ, հա, մարդիկ գասեն եւ դու պետք է ներկայացնես, երևի նրանեն էլ ինձ իմ ասածը կհաստատի, երեխաները շատ լրջոներն էին մոտեցել, նաև թե ինչպիսի սահիկաշար են պատրաստում, ինչպես են խոսելու, ինչպես են ներկայացնելու, ինչ դիդակտիկ նյութեր պիտի ունենան, որպեսզի իրենց արած աշխատանքը լավագույնս կարողանան ներկայացնել։ Այդ առումով, եթե բանանեմ, երկու շատ դրական բան մեզ նաև տվեց պետական այդ բանը, քննական նախագիծը, մեկը, որ ինչպես կարելի է կազմակերպել, որ բոլորը զբաղված լինեն նախագծով, բնագիտականի դեպքում սա շատ լավ աշխատեց, բայց չունենան այն մեծ ծանրաբեռնվածությունները եւ հնարավորություն լինի նախագծերն անել շատ լավ, մինչեւ վերջ եւ ինչպես դա ներկայացնել։ Հիմա մենք ինքներս մեծ ուշադրություն ենք դարձնում եւ երեխաները գիտեն, որ մենք ուշադրություն ենք դարձնում ինչպես ներկայացնելու վրա, խոսքի, սահիկաշարի, ընտրված նկարների, այսինքն ամեն ինչը պիտի նպաստի, որպեսզի դու քո արած նախագիծը կարողանաս լավագույնս ներկայացնել։ Շնորհակալություն։ Արածից մի բան անեմ, որ երեխաներն իրենք հենց որոշել էին, որ իրենք պիտի ունենան տեղեկատվական գրքույկ, որը կարելի ասել պրոֆեսիոնալ մակարդակի արել էին, ոնց որ այդ բոլոր վնասակար ազդեցությունները դուրս բերելով ու շատ գունավոր, շատ հետաքրքիր գիրք էին պատրաստել, որը կարելի է տարածել անչափահասների շրջանում, որպեսզի իրենք զերծ մնան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հետաքրքիր նախագծեր եք իրականացնել։ Սոնա, հարցս ուզում եմ ուղղել ձեզ, որպես քննական հանձնաժողովի տարածաշրջանի պատասխանատու, դուք համարյա եղել եք բոլոր դպրոցներում եւ ներկայ եք եղել բոլոր նախագծերի ներկայացմանը։ Խնդրեմ, ասեք տարբերությունը, անցած տարվա ընթացքում էլի դուք եղել եք որպես հանձնաժողովի անդամ եւ բավականին շատ դպրոցներ եք այցելել։ Խնդրեմ, ասեք տարբերությունը այս եւ նախորդ տարվա միջև ո՞րն էր։ Նախ ներկայանամ, ես ներկայացնում եմ կտակը, ՏՀՏ բովանդակության եւ վերապատրաստումների բաժնի պետի տեղակալ։ Այո, մենք անցյալ տարի եղել ենք, նախ վերապատրաստումները Տավուշում իրականացրեց կտակը, այնուհետև 2 տարի է պիլոտին մենք մասնակցում ենք։ Առաջի տարին էլ կար ողջավորվածություն, բայց կար մի փոքր վախ, թե ուսուցիչների կողմից, անգամ տնօրենների, թե աշակերտների կողմից, կարծես թե չգիտեին ինչ է իրենց սպասվում, էլի։ Այս տարի շատ զարմանալի էր, երբ սկսեցինք ստանալ մենք նախագծերի, հա, պլանները, այդ շատությունից զարմացել էին։ Կարելի ասել 3 անգամ թե դպրոցների, թե պլանների, թե աշակերտների թիվը մեծացել է եւ մեծ ողջավորվածություն կար։ Կարծում եմ հաջորդ տարիներին ավելի շատ կլինի։ Անցյալ տարի, երբ որ աշխատում էինք, բավականին շատ էին հարցերը, քննարկումները, դե միշտ կապի հետ մեջ ենք եղել ուսուցիչների հետ։ Այս տարի գրեթե նման խնդիր մենք չենք ունեցել։ Հազվադեպ 1-2 հարց ենք ունեցել։ Շատ կարևոր էր այս տարի նշեմ թեմաների բազմազանությունը եւ շատ ողջունելի էր։ Դիլիջանի 5 դպրոց, գրեթե դպրոցները 2-3 անգամ 4 նախագծեր են իրականացրել ու հազվադեպ էր, որ թեմաները կրկնվում էին։ Անցյալ տարի ավելի խնդիրը բան էր, որ մեկ թեման կարծես թե բոլոր դպրոցներում այդ նույն թեման մենք լսում էինք, տեսնում էինք։ Այս տարի թեմաների բազմազանությունը շատ հաճելի էր եւ մեզ լսելու առումով էլ, որ տարբեր թեմաների հետ էինք առնչվում։ Երեխաները շատ ավելի պատրաստ էին այդ խոսքի իրենց ներկայացնելը, իրենց կատարած աշխատանքները ճիշտ ներկայացնելը այս տարի շատ ավելի։ Անցյալ տարի մի փոքր ավելի, այսպես ասեմ, դպրոցի միջոցառման հանդեսի, հա, իսկ կաշկանդված էին, վախեցած էին, անգիր արած խոսքերը։ Այս տարի կային տեղեր, որ բավականին երեխեքը ավելի ազատ էին ու ողջունելի էր դա։ Ընդհանուր առմամբ Շնորհակալություն, Սոնա։
Այլ ավելացնելու բան ունեք։ Ոչ, ուզում եմ շնորհակալություն հայտնել թե ուսուցիչներին, թե տնօրեններին, թե աշակերտներին։ Մենք եղել ենք Դիլիջանի եւ Բերդի տարածաշրջաններում միշտ պատրաստական, ճիշտ ամեն ինչ անելու համար։ Տիկին Մարինե Ասատրյան, խնդրեմ ներկայացրեք ձեր դպրոցը եւ ինչ նախագծեր իրականացրեցիք, որքան գիտեմ դուք 4 նախագիծ եք իրականացրել եւ ինչ տվեց այդ նախագիծը ձեր երեխաներին, ինչպես կօգտագործեն նրանք հետագայում նախագծից ստացած տեղեկատվությունը եւ վերջնարդյունքները։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ես էլ եմ ողջունում բոլորիդ։ Իսկապես այս տարի շատ արդյունավետ տարի էր, թեկուզ նրանով, որ չստիպեցինք երեխաներին որևէ մի բան մենք մեր ասածով անենք, այլ իրենք ավելի շատ նախաձեռնություն վերցրեցին իրենց ձեռքում, շատ ուրախացան, երբ որ մեծ թվով կզնակում տեղադրվեց 50 թեմա եւ իրենք կարողացան այդ մեծ ցուցակի միջից ընտրեն իրենց հոգեհարազատ թեմաներ։ Ինչն էր ոգևորիչ, որ ընթացքում բացի պատրաստվելը կոնկրետ այդ նախագծային աշխատանքներին, իրենք հնարավորություն ունեցան իրենց ուսուցիչների հետ շրջագայություն անեն այնպիսի հաստատություններ, որտեղ կարող էին գտնել որոշ իրենց հարցերի պատասխանների, ասենք օրինակ շոկոլադի գործարան գնացին, ոչ գիտեմ, այս պահին չեմ հիշի, բժշկական կենտրոն գնացին, Տավուշ հանդիպեցին բժիշկների հետ, Դենդրոպարկ գնացին եւ այլն, այդ շրջագայություններն էլ ահագին իրենց օգնեցին, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն, թե ինչպես աշխատեն իրենց նախագծերի վրա։ Ընդգրկված էին կապ ու երեխաներ, որ կտակից մեր հյուրերը չկողմնորոշվեցին, թե որ երեխաներն են կապու, որտեվ բոլորը աշխատանքի բաշխումը ճիշտ կատարել էին, բոլորն էլ ընդգրկված էին, այդպես ասած կոմպլեքս չկար, իրենք նույնիսկ ավելի շատ ուղղորդում էին իրենց ուսուցիչներին, որ պահին որը, նամանավանդ այդ ՏՀՏ-ի օգտագործումը երեխեքը շատ ավելի, դուք գիտեք, որ այսօրվա ժամանակաշրջանում շատ ավելի ճկուն են։ Տվեցինք բոլորի համար էլ վերջնարդյունքներ, շատ հետաքրքիր պատրաստել էին տարբեր բուկլետներ, իրենց ձեռքով պատրաստել էին շոկոլադի տեսականի, այն ֆիզիկայի այնպիսի մի հատ չեմ հիշի հիմա վերնագիրը, բայց տպավորություններ էր, որ կտակի աղջիկների մոտ թվում էր հեսա որը պետք է նոր հեռախոսը արդեն հանեն ցուցադրեն, թե ինչ հեռախոս են իրենք հետազոտել կամ հայտնագործել։ Իսկապես է ՍՊԿ-ի հետ կապված աշակերտները միգուցե ներկայացնեն։ Ունենք ընկեր Հովսեփյան, ձեզ մոտ է, որտեղ է մեր աղջիկը։ Մոնիկան է։ Բարև ձեզ, ներկայացիր։ Մոնիկան եմ Հախվերդյան, ով մասնակցել է կենսաբանություն առարկայից նախագծային աշխատանքի, թեման եղել է վիտամինները, 8-րդ դասարանում անցել ենք վիտամիններ թեման, բայց ավելի մեծ ցանկություն կար, ավելի խորացված ուսումնասիրելու վիտամինները, միայն հարց էր առաջանում, արդյոք վիտամինները միայն լավ ազդեցություն են թողնում, բայց երկար գրական աղբյուրների ուսումնասիրությունից հետո, բժիշկների հետ խոսելուց հետո հասկացանք, որ վիտամինները նաև կարող են վատ ազդեցություն թողնել մարդու օրգանիզմի վրա, նաև մասնագիտական կողմնորոշման համար շատ լավ նախագծային աշխատանք էր, օրինակ ինձ համար Վանաձորի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժինը շատ մեծ արդյունք տվեց, լավ առավելություններ ուներ նախագծային աշխատանքը, մեր վերջնական պրոդուկտը եղել է պաստար, մենք ցանկություն ենք ունեցել տարական դասարաններում ցուցադրել վիտամինները մանկական դետալներով կարողացել ենք երեխաներին բացատրել, հասկացնել, որ իրանք շատ ընդունեն վիտամիններ, որպեսզի հետագայում իրենց հիվանդություններից խուսափեն։ Ապրես, շնորհակալություն։ Քնար Հովսեփյան, տեղում եք, չէ՞։
Այո, ողջույն, շնորհակալություն այս հանդիպման համար, որովհետև շատ ծանոթ ու հարազատ մարդկանց եմ տեսնում։ Դեռ մենք 4 տարի առաջ համագործակցել ենք կենտրոնական դպրոցի մասնագետների հետ, առաջին նախագծային աշխատանքների իրականացումը սկսել ենք կատարել իրենց հետ եւ շնորհակալություն կտակի մասնագետներին, որ անցյալ տարի ընտրվել էին 4 դպրոցներ եւ մեկը մենք ենք եղել, մասնակցել ենք բնագիտական քննական նախագծի փորձարկմանը ու այս տարի, երբ որ մենք հայտարարեցինք, որ կարող եք երեխաներ ընտրել քննական նախագծային աշխատանք կամ մասնակցել քննական թեստին, 62 աշակերտներից 70%-ը, նույնիսկ 80%-ը մեծ ոգևորությամբ ընտրեց նախագիծը, որովհետև արդեն իրենք 2 տարի է այս տարվա 9-րդ դասարանցիները 8-րդ եւ 9-րդ դասարանում շատ մեծ ոգևորությամբ մասնակցել էին նախագծերին ու իրանք պատկերացնում էին, թե ինչքան լավ ու դրական արդյունք են ունենալու այս նախագծային աշխատանքի Հնար դուք Դիլիջանի 4-րդ դպրոցն եք, չէ՞։ Այո, քանի աշակերտ ունեիք 9-րդ դասարանում, որ ընտրեցին նախագիծ, իսկ քննությունը քանիսն են ընտրել։ Ուրեմն 62 աշակերտ են այս տարվա 9-րդ դասարանցիները եւ քննական թեստ ընտրել են 16 աշակերտ։ Մնացածը մասնակցել են նախագծին ու ինչն է ոգևորիչ, որ այնտեղ կետ կար, չէ, որ եթե ցածր գնահատականներ ստանան նախագծի արդյունքում, կարող են նաև թեստին մասնակցել ու այդպիսի դեպք չունեցանք, այսինքն բոլորը շատ բավարարված էին, նույնիսկ իրենց համար անսպասելի էր այդպիսի բարձր գնահատական միավոր վաստակելը։ Ինչպես փաստորեն Տիկին Ասատրյանը շեշտեց, նաև կապկու աշակերտներ կային, չէ՞, նախագծերում ընդգրկված։ Այո։ Մասնակցել էին։ Շնորհակալություն։ Երկրորդ դպրոցից ովքեր են այստեղ, խնդրեմ ներկայացեք։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, գրված է մեր տնօրենի անուն ազգանունը, Հասմիկ Նեմսմբայցյան, ինձ թվում է։ Այո, այո։ Ճանաչեցիք, մենք այս տարի եւս մասնակցեցինք քննական նախագծային աշխատանքներին, բայց կուզենայի ասել, որ մեր դպրոցը արդեն 4-րդ տարին շատ կարծես մի ձև սովորական է դարձել նախագծային աշխատանքներ անելը։ Մենք առաջին տարին, օրինակ, մենք քիմիայի այսպես սիրահարներով կատարել ենք խեցու հետ կապված նախագծային աշխատանք, Տիկին Ավետիսյան, երևի դուք կհիշեք, ես ձեզ հետ բավականին շատ այսպես համագործակցել եմ այդ նախագիծը անելու, խորհուրդներ հարցնելու առումով եւ կուզենայի նաեւ ասել, որ այդ նախագծային աշխատանքը միայն բնագիտական առարկաների համար չի, ամբողջ դպրոցը ճիշտն ասած ապրում է նախագծային աշխատանքով, որտեղ դա երեխաներին շատ դուր է գալի այս տարի, վախ ունենալով, որ չկրկնվենք նախագծային աշխատանքի թեման ընտրելու հարցում, մենք այսպես երեխաների ցանկությամբ իհարկե միքս թեմա ընտրեցինք։ Մենք ընտրեցինք շոկոլադի, կերակրյաղի եւ որոշ միկրոտարերի ազդեցություն, այսինքն 3 թեմա եւ նաեւ այսպիսի հետաքրքիր մի բան մտածվեց, ավելի շատ երեխեք այդպես ուզեցին, նախկինում նախագծային աշխատանքներում 12 երեխա, 11, 12 երեխա ընդգրկվում էր։ Հետո ստացանք մենք հրահանգ, որ նախագծային աշխատանքներին կարող են մասնակցել մինչև 7 երեխա, մեր նախագծին մասնակցեցին 5 աշակերտներ եւ իհարկե այդ համագործակցությունը իրար հետ աշխատելու, իրար լսելու, իսկապես այդ ուսումնասիրելու, դրանք շատ ավելի հեշտ ստացվեց տենց 5-6 երեխեքի հետ։ Շատ կուզենամ նշել նաև այսպիսի մի բան, որ այնքան հետաքրքիր ու հաճելի աշխատանք են այդ նախագծային աշխատանքը, որ երեխեք, որոնք ընդգրկված չեն նախագծային աշխատանքում, բայց իրանք էլ են օգնում, չէ՞ երեխեք, քանի երեխեք եկել են, ինտերնետից են քանել, այսա օգտագործեք, ինչ որ մեկը ինքը առաջարկում է, ես հրաշալի։ Այսինքն թիմային մեծ աշխատանք եք կատարել ամբողջ դպրոցով։
Եվ ոգևորվել է երեխան մյուս երեխաները եւս։ Այ երեխաներ, դուք ինչ ստացաք այդ նախագծից, ով որևէ մեկը ներկայացեք տեսնեմ, ասեք, ինչ ստացաք, ինչքանով է նախագիծը նպաստում ձեզ իրական կյանքին մոտենալու, իրական կյանքը հասկանալու համար։ Ինձ թվում է նախագծային աշխատանքը ավելի արդյունավետ էր, քան թեստային աշխատանքները, որովհետև դու ձեռք ես բերում գիտելիքներ, տվյալ թեմայի համահունչ, շատ խորը գիտելիքներ, ու քանի որ դա նախագծային աշխատանք է, դու հետազոտում ես եւ ամեն ինչ տեսնում ես քո աչքերով, քո ձեռքերով ես կատարում ու ավելի շատ գիտելիքներ ես ստանում։ Նախագծային աշխատանքի արդյունքում ստացանք շատ գիտելիքներ, ձեռք բերեցինք խմբում հաղորդակցման հմտություններ, նաեւ տեղեկատվություն, յուրաքանչյուր տեղեկատվություն որպես ճշմարտություն չընդունելու ունակություններ եւ կարծում եմ, որ նախագծային աշխատանքը ավելի արդյունավետ էր, ավելի շատ լավ նախագծային աշխատանք ստացվեց։ Տղա ջան, հարցը ուղղում եմ քեզ։ Մոտեցիր տեսնեմ, ասա տեսնեմ, եթե քննություն ընտրեիր, նույն ոգևորվածությամբ նախապատրաստվեիր քննությանը, թե մի քիչ ավելի վերապահումով։ Բարև ձեզ, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև թեստի ժամանակ մենք մեր գիտելիքներն ենք ստուգում, իսկ նախագծային ժամանակ նոր գիտելիքներ ստացանք։ Այսինքն թեստի ժամանակ ուղղակի կրկնելու էինք ու այդքան ուղղակի անցյալն ենք հիշելու, իսկ նախագծային ժամանակ մենք նոր գիտելիքներ ստացանք, ինչպես նշեց իմ դասընկերուհին, շփվելու ունակությունները ավելի զարգացրեինք եւ կարծում եմ, որ ավելի լավ էր sense։ Ձեզ հետագայում ինչ կտա։ Նախագծով աշխատանքը ձեզ հետագայում ինչ կտա։ Դուք մտածում եք այդ արդյունքները հետագայում օգտագործելու համար։ Ինձ թվում է հետագայում շատ մեծ նստվածք թողեց այդ նախագծային աշխատանքը, որովհետև մենք ընտրել էինք այն թեմաները, որոնք ամենահաճախ էին հանդիպում կենցաղում։ Այո, հետագայում, այսինքն այդ վերջնարդյունքները ձեզ կյանքում դուք կարողանաք օգտագործել, այսինքն նախագծով դուք հմտություններ եք, չէ՞ ձեռք բերում, նոր հմտություններ, որոնք դուք հետագա կյանքում կօգտագործեք։ Ներողություն մի բան ավելացնեմ, հա։ Ներողություն եմ խնդրում, ես ներկա եմ եղել այս նախագծայինի պաշտպանությանը ու հետաքրքիր էր, որ երեխաները հենց իրենց վրա փորձ էին կատարել։ Շաքար չկիրառելով 1 ամիս ինչ արդյունք կունենան, աղը քիչ կիրառելով կամ շատ կիրառելով ու շատ հետաքրքիր էր, որ հենց այդ փորձերը իրենք կատարել էին իրենց վրա։ Կարելի է բան ասել, Տիկին Ավետիսյան, ուրեմն մեր վերջնարդյունքի մեջ մենք մի փոքր աղյուսակ պատրաստեցին երեխեքը, որը որոշել են ներկայացնել տնօրինությանը Տիկին Սարգսյանին, ինչ առումով։ Դե ցածր դասարաններում երեխաները բուֆետից օգտվում են, ճիշտ է։ Ուրեմն ներկայացնում են մի աղյուսակ, որտեղ գրված է, որ շոկոլադի ինչ փոքրիկ կտոր կարելի է շաբաթվա ընթացքում երեխաներին մատուցել, որը չի խանգարի իրենց, շաբաթվա ընթացքում որոշակի կալորիա ստանալ եւ այդ կալորիաները ծախսելու համար, օրինակ ճաշարանից դուրս գալուց հետո քանի րոպե ինչ որ թեթև վարժություններ կկատարեն, որպեսզի դա ուղղակի էներգիայի աղբյուր իրենց մոտ լինի։ Սա իմ կարծիքով շատ հետաքրքիր էր ու որոշեցինք, որ հետագայում կարելի է նույնիսկ տարական դասարաններում հենց սկզբից երեխեքի հետ խոսել, այն առաջի, երկրորդ, երրորդ դասարանում մտնել այդ նախագծային ամբողջությամբ չէ, բայց որոշակի բաներ ցուցադրել երեխեքին, որ քաղցրի շոկոլադի նկատմամբ որոշակի վերաբերմունք երեխեքը ունենան։ Այսինքն տեղեկացվածություն ձեռք բերեն երեխաները ճշգրիտ։ Հիմա իմ հարցը երեխաներին եմ ուղղում։ Արդյոք ձեզ համար հեշտ էր 1 ամիս եւ շոկոլադ չուտել եւ աղ չօգտագործել, դա հեշտ էր ու ձեր ծնողները չէին ընդդիմանում, երբ որ դուք հրաժարվում էիք դրանից։ Այսինքն ինչ դժվարությունների հանդիպեցիք իրականացնելու ժամանակ։ Բայց մենք այս ամսվա ընթացքում չափավոր օգտագործել ենք եւ շոկոլադ եւ աղ։ Չափավոր։ Այսինքն դուք չափավորված եւ
համապատասխան հաշվարկներ եք կատարել եւ այդ չափաբաժնով օգտագործել եք։ Ապրիկ, շնորհակալություն։ Բավականին հետաքրքիր էր, ավելացնելու որևէ բան ունեք, որևէ մեկը։ Ես մի բան եմ ուզում էլի ավելացնել, իմ կարծիքով երեխեքի մոտ մի շատ կարևոր բան էլ առաջացավ, հարգելի գործընկերներ, դա նա էր, որ համացանցից օգտվելու ժամանակ չվստահել բոլոր տեղեկություններին, տեղեկատվությանը ամբողջությամբ չվստահելու բան առաջացավ, օրինակ իրան գալիս էին ու ասում, Կիրսին Բայցյան, այս ինչ տեղը կարդացինք, այսքան միլիգրամ կարելի է օգտագործել, այն ինչ տեղը այսքան, բա հիմա ինչ պիտի անենք, որոշեցինք միջինը վերցնել։ Ու նաև երեխեքի մոտ առաջացավ մի զգացողություն, որ այն ինչը համացանցում կարդացվում է, պետք չի որպես 100%-անոց ճշմարտություն դա ընդունել, պետք է ուղեղով անցկացնել, ճշմարտության չափ որոշել, նոր ընկալել այդ տեղեկատվությունը։ Կարծում եմ, որ դա էլ է շատ կարևոր բան, որ երեխեքը ձեռք բերեցին։ Կեցեք Տիկին Սմբաջան, իսկապես շատ կարևոր նկատառում էր, որ դուք կատարեցիք, իհարկե համացանցին այդպես 100%-անոց վստահել պետք չէ, բոլոր դեպքերում պետք է տվյալ տեղեկատվությունը նաև ճշգրտել տարբեր այլ աղբյուրներով։ Շնորհակալություն սիրելիներս, Տիկին հարգելի Տաթևիկ, դուք ներսում եք, դուք ասելիք ունեք, ասեք։ Հարգելի մասնակիցներ, Կզնակ հիմնադրամի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակից տնօրեններին, ուսուցիչներին եւ աշակերտներին, ինչպես նաեւ շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Խաչատուրյանին, մարզպետարանի աշխատակցին, մեզ հետ միանալու եւ կարծիքները կիսելու համար։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Ստեսություն։ Հաջողություններ։ Ստեսություն։